Նիկոլ Փաշինյանի օրոք Ռոբերտ Քոչարյանը արդարացվել է, Սերժ Սարգսյանը արդարացվել է, Գագիկ Ծառուկյանը արդարացվել է, մնացած բոլորը արդարացվելու են։ Լևոն Հակոբյանի նկատմամբ հետաքրքրական օրդեր են տալի, երբ նա գուցե ինչ-որ մի ուրիշ երկրում նստած կոնյակ է խմում այդ ժամանակ։ Ես թեմայից խոսելուց անկեղծ եմ ասում, եկեք մենք իսկ տարական հարգանք ունենանք մեր նկատմամբ, էլի։ Նիկոլ Փաշինյանը ավիրել է մեր դատաիրավական համակարգը, մեր կառավարման համակարգը, մեր պետաիրավական համակարգը, այսօր հերթը հասել է սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություն, ինչ չեք հրապարակում այդ տեքստը։ Այսինքն ըստ ձեր քաղաքորորդը պետք է որոշի, թե մենք ինչ սահմանադրություն պետք է ունենանք։ Ըստ ձեզ բացի ձեզանից ուրիշ ոչ ոք կարդալ չգիտի, մեկնաբանել չգիտի, տեսակետ արտահայտել չգիտի։ Լավ, սա ինչ է, ժողովուրդ ջան։ Ասենք ինձ համար ակնհայտ է, որ նա կատարում է ըստ էության Ադրբեջանի պահանջը եւ բերում է այնպիսի պատճառաբանություն, գտել է Նիկոլ Փաշինյանը շատ լավ հաշվել է մեր ժողովրդի ատամները։ Մեր ժողովրդին այսօր օդու ջրի նման խաղաղություն է պետք, ինքը ամեն մի երկրորդ բառը խաղաղություն բառն է օգտագործում եւ իրեն թվում է թե պետության գործառույթը պետք է սահմանափակվի, պարփակվի միայն այդ խաղաղություն բառի կամ իշխանության գործառույթը պետք է պարփակվի այդ խաղաղություն բառը ուրախ ավտոբուսի մեջ օրական 1000 անգամ կրկնելով։ Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ունենալ կենսունակ պետություն, ներուժ ունեցող պետություն, ուժեղ մարտունակ բանակ, ուժեղ անվտանգային համակարգ։ Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր արդյունաբերական համակարգ, ուժեղ ենթակառուցվածքներ։ Դու մի հատ Երևան քաղաքի տրանսպորտային խայտարակ համակարգ չեք կարողանում լուծել։ Ամբողջ քաղաքը խցանումների մեջ ուղղակի մարդու նյարդեր էլ չեն դիմանում։ Ոնց եք պատկերացնում սահմանադրություն փոխել ու խաղաղություն հաստատել։ Ի վերջո բավական է մեր ժողովրդին ապուշի տեղ դնեք։